Բարի լույս սիրելիներ։ Այսօրվա ընթերցումը արակած գրքից նորից իմաստության թեմայի շուրջ է, բայց շատ գեղեցիկ է եւ այդ իսկ պատճառով նախընտրեցի այս փոքրիկ հատվածին անդրադառնալ։ Մի թող իմաստությունը, եւ նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, եւ նա կպահպանի քեզ։ Իմաստություն ձեռք բեր, ահա զգոնության սկիզբը, եւ խելացի եղիր քո կյանքի բոլոր ճանապարհներին։ Պարփակվիր իմաստությամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարիր այն, եւ նա քեզ կառնի իր գիրկը։ Նա շնորհի պսակ կտնի քո գլխին եւ փառքի պսակով կպահպանի քեզ։ Իմաստություն ձեռք բեր, ահա զգոնության սկիզբը, սիրելիներ։ Այսօր կարծեք թե հագարակ process-ն է տեղի ունենում։ Այսօր մարդուն օգնում են ճագերտներով, որովհետեւ մարդը իմաստություն չունենա։ Թվում է թե ամեն ինչ հասանելի է, ավելի արագ է, հա, արհեստական բանականություն, չգիտեմ, ինտերնետ, Google որոնումներ եւ այլ ամեն ինչ շատ շուտ հասնում է, շատ շուտ կազմակերպվում է։ Ուր է իմաստությունը այդտեղ թաքնված։ Ուր է գիտությունը այդտեղ թաքնված։ Արդյոք մեր փոխարեն ուրիշը չի մտածում։ Սա հարցադրում է, որի պատասխանը ամբողջությամբ այսօր ես չեմ կարող տալ։ Ինքս ինձ անգամ չեմ կարող տալ։ Բայց իմաստությունը զգոնություն է բերում։ Այն ինչ որ այսօր բացակայում է շատ շատերիս մոտ, որտեղ մենք զգոն չենք, եթե զգոն լինեինք, մենք հեռատես կլինեինք եւ վտանգը անմիջապես կհասկանայինք, թե որտեղից է։ Բայց մենք թմրած ենք, մենք կարծեք թե օթերով լինենք։ Մեզ այդ զգոնությունը պետք չէ։ Այսօրվա եղած հաճույքը թող լինի, այսօրվա փողը թող լինի, էս կարևոր է շատ։ Այսօրվա վայելքը թող լինի, խմիչքը եւ ուտելիքը, մնացածը կարևոր չէ։ Եվ ահա կործանման թիվ 1 բանաձևը։ Իսկ մեզ սիրելիներս առակած գիրքը այսօր ասում է, որ այդ իմաստությունով դուք կարողանաք բարձրանալ եւ մեծարվեք։ Այդ իմաստությունը ձեզ կօգնի, որպեսզի փառքի պսակի արժանանաք եւ կարողանաք ապրել այնպես, ինչպես որ Տերը կամենա։ Ուրեմն սիրելիներ, մնանք Տիրոջ իմաստության մեջ։ Չխուսափենք մտածելուց, չխուսափենք մի քիչ մեր մտքերը լարելուց, մի քիչ ավելի խորհուրդների մեջ մտնելուց, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ մեծության հետ է մեր հարաբերությունը իդեմս Տեր Աստծո, եւ հասկանանք, թե այդ մեծությունը ինչ մեծություն է արել մեզ համար, մեր անձերի մեջ բնակվելով, մեզ այդ շնորհն ու իրավունքը տալով իրենով մտածելու, իրենով ապրելու եւ իր միջոցով կյանքը ճիշտ արժևորելու։ Այսօրվա հոգեոր նախաճաշն էլ այսպեսին ստացվեց։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներ։ Լցվեք իմաստությամբ եւ թող Աստված շատ օրհնի ձեզ։